Մենք շնորհակալ ենք Տիրոջից, սիրելի եղբայրներ, քույրեր, որ Աստված մեզ հնարավորություն է տվել իր առջև հավաքվելու եւ իր հետ հաղորդ լինելու։ Մենք կենթանի Աստծուն ենք պաշտում, Փառք Հիսուսին։ Ես Սուրբ Գրքից կարդում եմ Գործք առաքելոց, սիրելիներ, 16-րդ գլխից, սա այնտեղն է, որ երբ որ առաքյալներին բանտի մեջ էին դրել Պողոսին ու Շիղային, նրանք փառաբանում էին Տիրոջը եւ Աստծո խոսքը ցույց է տալիս, որ Տիրոջ ներկայությունը իջավ եւ այդ կապանքները քանդվեց բանտարկյալների, բանտի դռները բացվեց եւ բանտապետը մտածեց, որ դռները բացվել են, բանտարկյալները փախել են եւ ուզում էր ինքն իրան սպաներ։ Բայց մենք կարդում ենք, որ Պողոսը բարձր ձայնով ասում է, որ քեզ վնաս մի արա։ Ես կարդում եմ բանտապետի խոսքը եւ զանոնք դուրս բերելով ասավ. Տերեր, ինձի ինչ պետք է անել, որ փրկվեմ։ Այսինքն բանտապետը տեսավ Աստծո զորությունը, բանտապետը տեսավ, որ փրկություն կա եւ ասեց ինչ անեմ, որ փրկվեմ։ Սիրելիներ, փրկության կարիք զգաց բանտապետը։ Նա մենք նկատում ենք, տեսնում ենք, որ մարմնավոր որևէ բանի կարիք չուներ, բանտապետ մարդ էր եւ մարմնավոր ֆիզիկական բան չէր ուզում, նա փրկություն ուզեց եւ ես կարդում եմ, սիրելիներ, Աստծո խոսքը առաքյալների միջոցով, դա 31 խոսքն է, անոնքալսին հավատա Տեր Հիսուս Քրիստոսին ու պիտի փրկվիս դուն եւ քո տունդ։ Փառք Տիրոջը, ճանապարհը, փրկության ճանապարհը ցույց տվին։ Բայց ինչից փրկվել, սիրելիներ, մի քանի խոսք ես ուղղությամբ ես ուզում եմ, որ մենք տեսնենք այսօր ինչից փրկվելու կարիք ունես դու, սիրելի հոգի։ Մի փրկություն մենք միայն չենք հասկանում վերջի օրվա փրկություն։ Այս պահին այդպես չէր, որ բանտապետը պետք է երկինք գնար։ Փրկվել մարդ դա է, չէ՞, միանգամից պատկերացնում, որ գնա երկինք։ Բայց սիրելիներ, մինչև երկինք գնալը մարդը փրկության կարիք ունի։ Եվ ինչից փրկվել։ Այսօր շատերը չգիտեն ինչից փրկվեն։ Եվ Տերը ինչից է ուզում նախ քեզ առաջինը փրկի, բժշկի։ Եվ մարդին թվում է, թե փրկվել պիտի խնդիրներից փրկվենք, հիվանդություններից փրկվենք, ինչ որ հոգսերից փրկվենք։ Դրանից էլ է փրկում Տերը։ Բայց սիրելիներ, մի քիչ հետո նորից հոգսեր կլնեն։ Այդ քանի երկրի վրա էս խնդիրներին վերջ չկա։ Բայց լուրջ փրկություն կա, սիրելիներ, ուզում եմ Աստծո խոսքով ցույց տալ։ Դրա համար այսօր շատ հավատացյալներ, շատ ջերմեռանդ են սկսում հոգևոր կյանքը, շատ այդպես ոգևորված են սկսում, կարելի ասել, թեկուզ շատ սրտանց են սկսում, անկեղծ, բայց ինչու տարիներ հետո տեսնում ես, որ նրանք մնացել են ճանապարհի կեսին, տեսնում ենք, որ այն առաջվա եռանդը չկա, եւ եկեղեցիներին, որ հայտնության գրքում Տեր Հիսուսը խոսում էր, շատերին ասում է, որ լավ է սկսել, քո գործերը լավ էր, բայց հիմա վիճակը լավ չի, որ բուն այն ինչից, որ պետք է մարդը փրկվի, բժշկվի, երբ որ դա չի կատարվում, հետո դա գլուխ է բարձրացնում տարիների մեջ։ Դա համար այսօր սիրելիներ, փրկության օր է եւ բժշկության օր է, եւ շատ պարզ է փրկության ճանապարհը, եւ շատ հասարակ է, շատ օրհնյալ է, եւ մենք տեսնում ենք, որ ծանր լույս Սուրբ Հոգին չի դնում մարդի վրա փրկվելու համար, Հիսուսին հավատա ասում է, եւ երբ որ դու Հիսուսին հավատաս կփրկվես,
Ես ուզում եմ Աստծո խոսքից ցույց տալ ինչից փրկվել, որ այսօր երկար տարվա հավատացյալներ դեռ այդ փրկությունը չեն ճաշակել։ Եվ շատ կարևոր է, որ սկզբից դու ճաշակես այդ փրկությունը։ Եվ առաքյալները չասեցին, որ աղոթենք Աստված քեզ օրհնի կամ առաջինը Սուրբ Հոգով մկրտի կամ հեսա քեզի ջրով կմկրտենք, առաջինը փրկություն է քեզ պետք։ Եվ փրկվելուց հետո մկրտեցին բանտապետին եւ իր ընտանիքին։ Ուրեմն սիրելիներ, ինչից փրկվել։ Մենք երբ որ կարդում ենք Ծննդոց գրքում, մենք տեսնում ենք, թե Աստված, որ մարդը ստեղծեց Ադամին, մենք կարդում ենք, որ կատարյալ ստեղծեց։ Եվ Ադամը որևէ պրոբլեմ չուներ, բայց մենք տեսնում ենք, որ Ադամը ընկավ Աստծուց, սիրելիներ, եւ ինքը Աստծո համար մահ ճաշակեց, որտեղ Տերը ասել էր, եթե այդ պտուղից ուտես, կմեռնես։ Ինչ է նշանակում կմեռնես։ Որտեղ հետո ես հիշում եմ, որ կարդում էի, ինձ թվում էր, թե Ադամը պետք է վերանա, մեռնել վերացա, վերջ, մարդ չկա։ Հետո որ տեսնում է, որ Ադամը չի մեռել ֆիզիկապես, ասում է Տեր Աստված, բայց դու ասել ես, որ պիտի մեռնի, բայց ո՞ւր է որ չի մեռել։ Նորից շարունակվում է կյանքը։ Մահ նշանակում է, սիրելիներ, այն, որ Ադամը Աստծո հետ հանդիպում էր ունենում, Ադամը հաղորդակցվում էր Աստծո հետ, շփվում էր Աստծո հետ, իր ներսը կապ ուներ Աստծո հետ, եւ դա մեռավ, սիրելիներ, այդ հաղորդակցությունը մեռավ, Աստծո հետ հանդիպումը մեռավ, շփումը մեռավ, եւ ոչ մի զգացմունք չկա Աստծո նկատմամբ, ոչ մի սեր եւ կարոտ եւ փափակ չկա, սիրելիներ, մենք տեսնում ենք, որ չկա մարդի մեջ, եւ հակառակ մարդի մեջ առաջացավ փափակ, սեր, ծառավ, մեղքի նկատմամբ։ Մարդը սիրում է սարսափելի մեղքի կյանքը։ Եղբայրը մի քիչ առաջ այդ մասին էր խոսում հին մարդի։ Հին մարդը հենց դա է, որ մարդը սիրում է մեղքի աշխարհը, չգիտեմ դուք նկատել եք թե ոչ։ Ես հիշում եմ, որ տարիների մեջ ես շատ էի զարմացել, նայում եմ ես Սուրբ Հոգով մկրտված եմ, ջրով մկրտված եմ, բայց իմ ներսը սարսափելի սիրում է մեղքի աշխարհը։ Հիսուսին այդպես չի ուզում, բայց մեղքի աշխարհն է ուզում։ Սիրելիներ, եւ ես կարդում եմ այդ մահը ինչպես տեղի ունեցավ։ Տեսեք, հիվանդությունը պետք է ճանաչել, որ իմանաս ինչից փրկվես։ Եթե դու չգիտես ինչից փրկվես, դրա համար այդպես աղոթում ես, ասում ես հոգսերը, պրոբլեմները, մի քիչ հետո նորից են առաջանում, այդպես հոգևոր կյանքը չի ստացվում։ Ես կարդում եմ 3-րդ գլխից Ծննդոց գրքի, սա այնտեղն է, որ Սատանան օծի միջոցով մոտեցավ մարդին եւ այն սիրելիներ, եւ այս զրույցն եմ կարդում, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ Տեր Աստծո ըրած դաշտի բոլոր գազաններն ավելի խորաման կերոցը ու կնոջ սավ։ Իրավ Աստվածը սավ, թե պարտեզի ամեն ծառեն պիտի չուտեք։ Եվ կինոցին սավ, պարտեզի ծառերուն պտուղեն կուտենք, բայց պարտեզի մեջտեղը եղած ծառի պտուղեն Աստված սավ անկե մի ուտեք եւ անոր մի դպչիկ, որպեսի չմեռնիք։ Տեսնում եք, սիրելիներ, Աստծո գործերը Սատանան չգիտի։ Եվ Սատանան չգիտեր Աստվածին չի ասել, որտեվ Աստծո խոսքը Սուրբ Հոգին է հայտնում, իսկ Սուրբ Հոգին Սատանային հայտնություն չի անում։ Եվ ինչ եղավ։ Բայց Եվան ասեց, ինչ է ասել Աստված։ Եվ օծը կնոջ սա ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, քանզի Աստված գիտե, թե այն օրը, որ անկե ուտեք, աչքերիդ պիտի բացվի եւ Աստվածներու պես պիտի լաք բարին ու չարը գիտնալով։ Ուրեմն տեսեք, սիրելիներ, ինչ հիվանդություն, ինչ վիրուս է փոխանցում Սատանան։ Աստված ասել է, որ ուտեք չեք կմեռնեք,
Բայց սատանան ասում է, որ ուտեք չեք մեռնի։ Անշուշտ պիտի չմեռնիք։ Այսինքն վիրուսը որն է, հիվանդությունը որն է, Աստված խաբել է ձեզ։ Այդ բառը չկա գրած, խաբել բառ չկա գրած, բայց այդպես է գալիս։ Մի դպչիկ, որպեսի չմեռնիք։ Եվ ո՞ց է կնոջ սա, ոչ թե անշուշտ պիտի մեռնիք, անշուշտ չպիտի մեռնիք։ Այսինքն Աստված սուտ է ասել։ Տեսնում եք սիրելիներ, եւ մարդին փոխանցում է այդ կասկածը։ Այսինքն եթե Աստված քեզ խաբել է, ուրեմն քեզ չի սիրում։ Եթե սիրում են, չի պիտի խաբի քեզ։ Այս հայտնությունները Սուրբ Հոգին է ցույց տալիս։ Տրամաբանական է, նայեք սիրելիներ։ Եվ սիրելիներ, հարցը ինչի թե սատանան ինչ է ասում։ Հարցը նա է, որ մարդը այդ սուտը ընդունեց, այդ հիվանդությունը, այդ կասկածը Աստծո սիրո վրա, կասկածը Աստծո խոսքի վրա մարդ ընդունեց։ Եվ երբ որ ընդունեց, մեղքը արդեն դա էր։ Հիվանդությունը արդեն մեղքը Աստծո վրա կասկածելն էր, պտուղ ուտել է հետևանք էր։ Տեսեք սիրելիներ, ինչից պետք է մարդը փրկվի։ Եվ դրանից հետո, երբ որ ընդունեց մարդը, ինչից ենք հասկանում, որ ընդունեց։ Եվ կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր կերակուրի համար, արդեն հաճելի է, արդեն ցանկություն։ Երբ որ մարդը հավատում է մեղքին, ինչի քո մեջ մեղքի ցանկություն կա, որտեղ դու մեղքի կյանքին հավատում ես։ Երբ որ դու կդադարես մեղքի կյանքին հավատալուց, մեղքի օրենքը կփչանա քո կյանքում, մեղքի օրենքը էլ չի աշխատի։ Եթե մեղքի օրենքը աշխատում է, ուրեմն խառնված է քո հավատքի հետ։ Երբ որ դու մեղքին էլ չես հավատում, մեղքի իշխանությունը կորում է։ Երբ որ ինչու Աստծո խոսքը մարդիկ տարիներով լսում են, օգուտ չի տալիս։ Եթե քո հավատքը Աստծո խոսքի հետ չի խառնվում, Աստծո խոսքի օրենքը չի աշխատում։ Եվ երբ որ քո հավատքը խառնվում է Աստծո խոսքի հետ, կյանքի օրենքը սկսում է աշխատել, որտեղ Աստծո խոսքը հոգի եւ կյանք է, մահվան օրենքը փչանում է, մեղքի օրենքը փչանում է։ Այդպես է Սուրբ Գիրքը ասում, սիրելիներ։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ մարդը ցավոք սրտի այդ ստին, այդ ստության հորը, այդ սուտը ընդունեց եւ կինը տեսնելով որ ծառը աղեկ էր կերակուրի համար եւ հաճելի աչքերուն ու փափագելի իմաստուն ընելու համար։ Տեսնում եք հավատքը ինչ անում։ Մինչև այդ պտուղը չէր տեսնում, ինչու էս մտքերը չկար։ Եվ գրված է, որ պարտեզի մեջտեղում էր ծառը տնկված։ Աչքի առաջ էր, նրանք այդ ծառին հետ չէին նայե, թե առաջի անգամ էին տեսնում։ Բայց ինչու ցանկություն չկար, որտեվ հավատք չկար։ Այդ ծառի նկատմամբ հավատք չկար, այդ մեղքի կյանքի նկատմամբ հավատք չկար, դրա համար ցանկություն չկար, փափակ չկար։ Ուրեմն ինչու է քո ներսը մեղքի ցանկությունը աշխատում, որտեղ հավատք կա։ Ուրեմն ինչից փրկվել, սիրելիներ։ Մարդը Ադամից մենք ունենք ժառանգություն, այս հիվանդությունը ժառանգական եկել է։ Մենք սա հասկանում ենք, թե չէ։ Սա գիտակցում ենք, թե չենք գիտակցում։ Սա տեսնում ենք, թե չէ, մեր գիտակցականին սա հասել է, թե ոչ։ Մարդը կասկածում է Աստծո վրա։ Ինչու է որ շատերը լրիվ չեն նվիրվում Տիրոջը։ Մարդը հասկանում է, որ մի քիչ էլ խորանա, կարող է շատ բաներից զրկվի։ Եվ մարդը իր սրտի դռները չի բացում, որտեղ նա չի հավատում Աստծո սիրուն։ Այս հիվանդությունից դու կարիք ունես փրկվելու։ Եվ եթե սա սվաղվում է, ծեփոն է արվում, մարդը սկսում է զբաղվել հոգևոր գործերով, մարդը սկսում է զբաղվել աղոթքներով, վազելով, բարի գործերով, եւ այս վիրուսից չի բժշկվել, տարիների մեջ սա գլուխ է բարձրացնելու։ Այս հիվանդությունը գլուխ է բարձրացնելու։
Եվ ովքեր որ Աստծուց հեռացել են, նայեք ինչու են հեռացել։ Ովքեր որ աշխարհում են, Աստծուն մերժել են, այդ մարդկանց հետ որ խոսում ես, այդ մարդը Հիսուսի ասածներին չի հավատում։ Վիրուսը, հիվանդությունը գլուխ է բարձրացրել եւ տարել է մահվան։ Հավատա Հիսուս Քրիստոսին ու կփրկվես։ Ամենամեծ հրաշքը այս ժառանգությունից փրկվելն է, երբ որ դու Աստծո վրա այլևս չես կասկածում, նրա սիրո, նրա հայրական բարության վրա, նրա խոստումների վրա, նրա աստվածային խոսքի վրա, որ ինք ասում ես քեզ հավիտենական սիրով եմ սիրել։ Մայրը ասում է կարող է իր կաթնակեր երեխային մոռանալ։ Այստեղ մայրեր կան սիրելիներ։ Եվ Աստված լավ գիտի, որ մարդը մնում է մարդ, եթե մոռանա էլ, ուրեմն լինում է, որ մայրը մոռանում է իր կաթնակեր երեխային, բայց ես քեզ հավիտյան պիտի չմոռանամ, ասում է Տերը։ Դու հավատում ես Հիսուսին, թե ոչ։ Աստծո խոսքին դու Սիրելիներ, մենք կարող ենք մտքով հասկանում ենք, թե հավատում ենք, բայց եթե կյանքում հավատքը չի գործում, ուրեմն դու այս վիրուսից դեռ չես բժշկվել։ Եվ առաքյալները բանտապետին ասեցին, հավատա Հիսուս Քրիստոսին ու կփրկվես։ Եթե այս փրկությունը դու չճաշակես, քանի հոգի կան, որ փրկվել են այս հիվանդությունից։ Եվ այսօր բժշկության օր է։ Եվ հորդորում ենք սիրելիներ, որ եկեղեցին այս փրկությունը ճաշակեն, սա վերաբերվում է թե նորերին եւ թե հին հավատացյալներին, ովքեր որ իրանց հավատքը Աստծո խոսքի վրա չի հաստատվել։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է սատանան մռնչող առյուծի պես պտտում է, որ մեկին կուլ տա։ Եվ սատանան գիտի, որտեղից պետք է քեզի կարողանա կուլ տալ։ Նա գիտի, որ այդ վիրուսը, այդ մեղքի օրենքը քո մեջ կա։ Եթե բժշկություն չի եղել, նա նորից քեզ տանում է անհավատության։ Չեք նկատել, նկատած կլնեք, բա որ դու հավատացյալ ես, ասում ես Աստծո որդի եմ, ասում ես Աստվածին սիրում է, բա քո էս ինչ խնդիրներ են, բա ինչու քո վիճակը էսպես պետք է լինի, բա ինչու դու պետք է հիվանդանաս, բա ինչու երեխան էսպես պետք է լինի, ինչու, ուրեմն սատանան որտեղ է հարվածում։ Նա գիտի որտեղ է հարվածում։ Օ սիրելիներ, այսօր բժշկության օր է։ Եվ Սուրբ Հոգին ուզում է այս Ադամի ժառանգությունից, այս ժառանգական հիվանդությունից լրիվ արմատախիլ անել քո մեջից, որ քո ներսում հաստատվի Աստծո որդու վրա եղած հավատքը, որ դու բոլոր վիճակների մեջ չկասկածես նրա վրա։ Ալելույա Հիսուսի։ Քանի հոգի կան, որ այս փրկությունը ճաշակել են, այս փրկությունից հետո ես դու դառնում հավատացյալ։ Այս փրկությունից հետո ես, որ դու հաղթում ես սատանայի բոլոր ստերին։ Դրա համար ասում սատանան մռնչող առյուծի պես պտտում է մեկին կուլ տա, որուն դեմ կեցեք հավատքով հաստատված։ Հաստատ հավատքը որն է, որ ինչ է լինի, ես Հիսուսի վրա չեմ կասկածում։ Այս սա է հաղթում չարին։ Չի ասում ծոմերով, աղոթներով, սրանք պետք են, բայց էսի չի հաղթությունը, հաղթությունը հաստատ հավատքն է։ Ինչքան էլ աղոթում ես, ինչքան էլ ծոմ ես, պահում եկեղեցին է աղոթում, եթե քո հավատքը հաստատ չի, այդ փորձությունների մեջ վիրուսը սկսում է գործել, այս հիվանդությունը գլուխ է բարձրացնում, եւ երբ որ գլուխ է բարձրացնում, մարդիկ հեռանում են Աստծուց, մարդիկ մերժում են Աստծուն, մարդիկ ապստամբում են սիրելիներ, մարդիկ գնում են աշխարհ, մարդիկ դիմում են արդեն մեղքի ճանապարհով են ուզում իրանց խնդիրները լուծեն, որտեղ հիվանդությունը գլուխ է բարձրացրել եւ սատանան պայմաններ է ստեղծում, նա գիտի, որ վիրուսը կա, պայմաններ է ստեղծում, որ հիվանդությունը գլուխ բարձրացնի, որ քեզ տանի մահվան։ Ինչը տարավ Ադամին մահվան, որ Աստծո հետ իր հաղորդակցությունը շփումը մեռավ։ Ադամը երբ որ կասկածեց Հիսուսի վրա, նրա սիրո, նրա բարության, նրա ներսը Աստծո համար մահ ապրեց։ Համար այսօր ինչու շփում չկա, ինչու կենթանի հաղորդակցություն չկա։ Մեկ կարող է պաշտամունքին
Տիրոջ հոգին իջել է, դու էլ ընկնես այդ զորության մեջ, զորություն կա քո վրա օրհնվես, բայց մի քիչ հետո էդի կգնա դու նորից նույն մեռած մարդն ես։ Ներսով մեռած ես։ Ես տեսնում եմ սիրելիներ, չեմ ուզում որևէ մեկին մատնանշել, ես հայտնությունը չունեմ որևէ մեկի համար, բայց ես տեսնում եմ այստեղ շատերը այս փրկության կարիքն ունեն։ Ես տեսնում եմ որ շատերը այս բժշկության կարիքն ունեն։ Եվ Սուրբ Հոգին այդպես իմ սրտում դրվում է որ աղոթենք հիմա այս բժշկության համար։ Եվ այս աղոթքի ժամանակ սիրելիներ, հոգսեր են, խնդիրներ են, դրանք Հիսուսը ինչ էր ասում առաջ երկնքի թագավորությունը խնդրեք, այսինքն որ այս անհավատությունը չթագավորի քո մեջ թագավորի Աստծո խոսքը, մնացած բաները կտրվի, դրա մասին մի մտածեք Հիսուս ասում էր։ Այն մնացած բաները որոնք են, խնդիրներն են, մնացած բաները հիվանդություններն են, հոգսերն են, վիճակներն են, դրանք ասում է կտրվի ձեզ, չխնդրացել, հայրը գիտի ձեզ ինչ է պետք։ Այսօր դու բժշկության կարիք ունես, որ ինչ է լինի դու նրա սիրո, նրա բարության վրա չկասկածես, դու փառավորես նրան, հակառակ կեցեք սատանային, ինչ է նշանակում։ Եվ սատանան ձեզանից կփախչի։ Այսինքն սատանան ինչ պայմաններ էլ ստեղծում է, դու նրա վրա չես կասկածում։ Այսի ամենամեծ հակառակությունը սատանային։ Այն որ ասում ես ետիս գնա, այն որ ասում ես Հիսուսի անունով գնա, հրամաններ ես տալի, այսի հակառակ ենալը չի։ Դու Աստծո վրա կասկածում ես, թե չէ, եթե քո հավատքը հաստատ է, սա է հակառակությունը սատանային։ Եվ սատանան որ տեսնում է Հոբի պես, Հոբը առողջությունը կորավ, ունեցվածքը կորավ, 10 երեխան մեռան, ամեն ինչ մեռավ, Աստծուց էլ պատասխան չկա, երկնքից պատասխան չկա, Հոբը փնտրում է Աստծո երեսը, բայց Հոբը բժշկվել էր սիրելիներ, Հոբի հավատքը հաստատ էր Տիրոջ վրա, եւ ինքը մենք կարդում ենք Հոբը ինչով հաղթեց այդ փորձություններին։ Այդպես չի որ Աստված ասեց Հոբ չվախենաս, Հոբ ես քո հետ եմ։ Սատանայի հարցը Աստված չէր խոսում Հոբի հետ, բայց Հոբի հավատքը Աստծո խոսքի վրա հաստատ էր։ Դրա համար բոլորը հավատքով են արդարանում Աստծո առաջ։ Միայն դու Աստծո առաջ կարող ես արդարանալ, երբ որ ինչ վիճակ լինի դու չես կասկածում նրա վրա։ Եվ Հոբը հայտարարում էր, որ Սուրբի խոսքերը ես չեմ ուրացել։ Ալելույա Հիսուսին։ Պինդեր բռնե Հոբը Աստծո խոսքը։ Դու գիտեք, սիրելիներ, որ սատանան նաև Հոբին մտքեր էր տվել, նույն մտքերն էր տվել, բա որ դու Աստծո մարդ ես, Հոբ, ուր է քո Աստվածը, ուրեմն Աստված քեզի թողել է, նրա սերը պակասել է, նրա ձեռքը կարճացել է, գլխի ճարըտես, հայոյի Աստծուն ու մեռի, եւ տանում էր ապստամբության, բայց Հոբը հայտարարություն արեց, որ թեև անիկա զիսպանել, միևնույն է անոր պիտի հուսամ, այսինքն ես նրա վրա չեմ կասկածում։ Սա հաղթությունը։ Խոնարհվեք Տիրոջ առաջ, սիրելիներ, դու սրանից պիտի փրկվես, հավատա Հիսուս Քրիստոսին։ Հիսուս փրկությունը Քրիստոսին հավատալն է բոլոր վիճակների մեջ։ Փրկությունը, հաղթությունը Աստծո խոսքին հավատալ, Քրիստոսին հավատալ, նշանակում է Աստծո խոստումներին հավատալ։ Խոստովանենք սիրելիներ, որ խնդիրները երկարում են եւ ավելի սեղմում են, ավելի բարդանում են, արդեն վիրուսը աշխատում է, չեք նկատել։ Ուրեմն դու դրանից փրկվելու կարիք ունես, որ ինչքան էլ սեղմի, երկնքի դռներն էլ փակվեն, Աստված քո աղոթքն էլ մերժի, որ երկնքից ձայն լսես։ Ոչ թե Աստված ասի քո աղոթքը լսել են որդիս, ինչքան եղբայրները վկայել են, քո խնդիրներն էլ լուծել եմ, այլ ձայն լսես, որ Աստված ասի քո աղոթքը մերժում եմ։ Աղոթես, չաղոթես, լացես, կոռաս, ողբաս, միևնույն է քո աղոթքը Աստված մերժում է, չի ընդունում։ Վերջ։ Դրանից հետո դու գնա որոշ ինչ պիտի որոշես։ Եթե դու բժշկված ես, դու չես կարող ապստամբություն որոշել։ Դու Երեմիայի պես կորոշես, այդպիսի օրինակ կա Սուրբ գրքում։ Դու Հոբի պես կորոշես։ Դու բոլոր մարգարեների Աստծո մարդկանց պես կորոշես, թեև անիկա սպանել։ Երեմիային Աստված ասեց,
որ քո աղոթքը Աստված մերժում է, չի լսում։ Քո աղոթքը Աստված չի ընդունում, վերջ։ Բայց Երեմիան ինչ որոշեց։ Ասեց հոգիս աղաղակում է, տեսնում եք վիրուսը չի աշխատում, հավատքն է աշխատում։ Իմ բաժինս Տերն է, անոր պիտի հուսա։ Այս է փրկությունը։ Քանի հոգի են փրկված, եւ քո վերջի օրվա փրկությունը այսօրվա փրկության հետ կապ ունի։ Կանգնենք Տիրոջ առաջ մի աղոթք անենք։